Հակոբը ասեմ ձեզ բանը Ավրամ Ռուսոյի մտերիմ բարեկամն է, ասա անկեղծ եմ ասում, չեմ խնդում։ Քերին է իրա քերին Ավրամ Ռուսոնը չի մտածեք էլի տենց կորած մարդը։ Ստից մարդու է մասին չենք խոսում։ Մեր Ավրամ Ռուսոյի Ալեորը տենց է ուրեմն ուզում ես ասեմ Հակոբին ես որտեղից եմ տեսել, գիտես ինչքան եմ խնդասել։ Իմ կյանքում առաջի պերսոնաժն է ինքը, որին ես հանդիպել եմ հմեկի եթերում ու մահացել եմ խնդալուց։ Հակոբ Բերբերյանը հմեկում որպես հայրենադարձված սիրիահայ ընտանիքի հետ նկարվում է ու բարմեն է աշխատում։ Բառացի եմ ասում Հակոբի ասածները։ Նու պատմում են որ Հակոբը հայրենադարձված սիրիահայ է, պատերազմից եկել է 16 թե 15 թվի մար եմ պատմում, թե 17 չեմ հիշում արդեն։ Հակոբ Բերբերյանն է ցույց են տալիս sense խնամված, sense բանով բարմեն է աշխատում, շատ sense կուլտուրական, sense նայում ես ասում ես արա, հա դե լավ է էլի, արա մեր հայերը գալիս են արա, ընտիր արա, այս sense տղեկ պետք է գան, լսի Վազգեն դու sense բան չես լսել։ Ասում է բառացիոնեն հետեւյալը։ Դե ասում է այդ իրականում լավ լեզու է, այս դուր է բանը։ Դե ես ինչ բանում էի Սիրիայում, եթե Հալեպում, եթե չեմ սխալվում, Հալեպում ոչ մի բան չի անում։ Մտածեցի, ասեցի, ենագամ Հայաստան ոչ մի բան չանեմ։ Եկել ասте ոչ մի բան չանեմ, մտնում ներվերից ազդում։ Չկա երկրորդ բան, ասում Հալեպում ոչ։ Իդեպ նախին քաղաք բանտարկյալ է, ժողովրդին ասենք իմանա, առ այսքան խոսացին, քո մասին ես կան մեկ էլ տապիտ էր խոսել երևի Հակոբ ջան։ Վստահ եմ ավելի քիչ էր խոսել մի օրվա մեջ։ Բանը, այն մարդն ով որ թքել էր Նիկոլի մամուլի քարտուղար են մոդելային արտակինով իր մասին տենց կարծիք ուներ այդ աղջիկը Մանե Գևորգյանի վրա մետրոյում պատական տեսել էր մետրոյում չէ կառավարության շենքում կառավարության շենքում այո այդ օրը մտել էր ներս Հակոբը մեկ է տենում էր Մանեն ջղայնացել էր այդ մոտ իր մոտ այդ մոդելային արտակինը թքարտադրություն է առաջացնում ու որոշեց դա թողնի համապատասխանաբար այդ Մանեի վրա որի համար գնաց նստավ հետո